Բարոյ, լարվածությունը մերձավոր արևելքում շարունակում է աճել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե փաստացի վերացված են Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը եւ ենթակառուցվածքները, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգը, ավիացիան եւ նավատորմը, Թեհրանը արձագանքում է, որ իրենց պետական համակարգը շարունակում է գործել։ Միաժամանակ Իրանում սկսվել է նոր հոգևոր գերագույն առաջնորդի ընտրության շատ զգայուն փուլը, սա ըստ էության ոչ թե պարզապես իշխանափոխություն է, այլ փորձություն եւ քննություն Իրանի Իսլամական Հանրապետության պետական համակարգի համար։ Միաժամանակ հնչում են նաև միջազգային արձագանքները, այս կամ այն կողմից հնչում են տարբեր տոնայնությամբ հայտարարություններ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը դատապարտում քննադատում է հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա, միաժամանակ զգուշացնում է միջուկային մրցավազքի վտանգի մասին։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ է կատարվում Իրանի ներսում։ Արդյոք Իսլամական Հանրապետությունը որպես այդպիսի փլուզման եզրին է, ինչ հաշվարկներ ունեն, որոնք են կարմիր գծերը, հետո ինչ է լինելու, ինչ զարգացումներ կարող են լինել եւ իհարկե այս ամենը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության վրա։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս իրանագետ Ժաննա Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Ինչ է իրականում կատարվում Իրանում, Իրանի շուրջ, մերձավոր արևելքում, արդյոք սա պատերազմ է, թե մեծ ռազմական գործողություն, մենք սովորեինք հատուկ ռազմական գործողություն, Ռուսաստանն էր ասում Ուկրաինայի, հիմա Թրամփը ասում է մեծ ռազմական գործողություն, ինչ է կատարվում իրականում։ Իրականում ինչ անուն էլ տանք այս իրադարձություններին, մեծ ռազմական գործողություն, թե պատերազմ, դրանից այդ գործողության էությունը չի փոխում, իսկ այդ էությունը հենց պատերազմական էություն է։ Եվ մենք արդեն 5 օր է ականատես ենք լինում Իրանի դեմ պատերազմի, ընդ որում կարող ենք բնութագրել որպես լայնածավալ պատերազմի, հաշվի առնելով, որ դրանում ներգրաված է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաև Իսրայելը, եւ հաշվի առնելով, թե որքան բազմաշերտ են Իրանում այս երկրների կողմից թիրախավորումները, այսինքն դրանք վերաբերում են եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը, եւ ռազմական օբյեկտներին, եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, եւ անվտանգային ենթակառուցվածքներին, կարելի ասել բոլոր ոլորտները ներառում են եւ երկարաժամկետ հեռանկարում Իսլամական Հանրապետության համար կարող են ճգնաժամային մի շարք օջախներ առաջացնել։ Այո, թիրախավորվել են Իրանի եւ ռազմական եւ ռազմավարական օբյեկտները եւ ղեկավարությունը ենթակառուցվածքների մասով, իսկապես այդ ենթակառուցվածքները, ինչի մասին ես նշեցի, դրանք վերացված են։ Եթե ոչ, ինչ ունակություններ է շարունակում պահպանել Իրանը։ Ենթակառուցվածքների մասով իհարկե մի խումբ ենթակառուցվածքների մասին է խոսքը, եթե օրինակ դիտարկենք միջուկային ոլորտը եւ միջուկային օբյեկտները, ապա դրանց վերացման շուրջ աշխատանքները դեռ սկսվել էին նախորդ տարվա հունիսին, եթե հաշվի չառնենք մինչեւ այդ տարբեր փոքր դիվերսիոն գործողությունները, որ տեղի էին ունենում այս օբյեկտների դեմ, այսինքն մեծ հաշվով հիմնական միջուկային օբյեկտները Իրանի զգալի ծանր կորուստներ են կրել, այնքան ծանր, որ դրա մասին խոստովանում են նաև Իրանի իշխանությունները։ Հիմա այս անգամ նաև ավելի շատ շեշտը դրված է հրթիռային օբյեկտների եւ Իրանի միջուկային ծրագիրը ներողություն հրթիռային ծրագիրը կասեցնելու վրա, այսինքն այս ուղղությունը եւս առաջնահերթություններից է, դրա համատեքստում թիրախավորվում են հրթիռային օբյեկտներ, արձակման կայաններ, մյուս ուղղություններից են ավիաբազաները, ԱԹՍ-ների պահեստներ եւ այլն, բայց դրանց լիարժեք ոչնչացման մասին մենք այսօր չենք կարող խոսել, ինչու, որովհետև Իրանը օրինակ շարունակում է նույն հրթիռները օգտագործել, ԱԹՍ-ները օգտագործել ու հարվածներ հասցնել տարածաշրջանի արաբական մի շարք երկրների, այսինքն դրան այդ պոտենցիալը սահմանափակելու փորձեր են այժմ կատարվում, բայց Իրանը դեռ ունի այդ պոտենցիալը։ Այդ պոտենցիալ։ Միացյալ Նահանգները հրապարակեց նաև իր նպատակները, հա, ապառազմականացում, պրոքսիների զսպում, միջուկային ծրագրի չեզոքացում, այս նպատակների իրագործումը որքանով է իրատեսական այս փուլում։ Մենք պետք է արձանագրենք, որ նահանգների այս նպատակները միայն այս ռազմական գործողության շրջանակներում չեն, այս նպատակները միշտ է ունեցել եւ կոնկրետ եթե դիտարկում ենք Թրամփի քաղաքականությունը, ապա նա իր նախագահության առաջին շրջանում եւս հենց այս նպատակների մասին հայտարարել էր, երբ որ դուրս եկավ միջուկային համաձայնագրից եւ պայման էր դնում նոր համաձայնագրի համար հենց այդ կետերի իրագործումը, այսինքն Իրանը չունենա միջուկային ծրագիր, չունենա հրթիռային ծրագիր, չաջակցի պրոքսիներին։ Ու փաստացի
նորից նախագահ դառնալով Թրամփը ելի է հերթն է բերում օրակարգ եւ վերջին բանակցություններում եւս հենց այդ պահանջներն են, ինչը Իրանի կողմից կարմիր գիծ էր որակվում ու ինչի պատճառով էլ փաստացի կողմերը չկարողացան ինչ-որ համաձայնության գալ, որովհետեւ ԱՄՆ պահանջները լրիվ հակադիր բևեռում էին, Իրանի պահանջները ու զիջումների պատրաստականությունը այլ բևեռում էր։ Ու հիմա փաստացի այդ նպատակին Թրամփը փորձում է հասնել ռազմական գործողությունների միջոցով։ Արդեն նշեցինք, միջուկային կարողություններն են զգալի սահմանափակել, հիմա հերթի-հերթիրային կարողություններին է, իսկ պրոքսիների դեպքում այս գործընթացն էլի դեռ շատ ավելի վաղ է սկսվել ու մասնավորապես վերջին տարիներին մենք գիտենք Հեզբոլլահի դեմ լայնածավալ գործողությունների մասին, որից Հեզբոլլահը թուլացած է դուրս եկել, Եմենի հութիների դեմ են գործողություններ տեղի ունենում, Իրաքի շիայական խմբավորումները, Սիրիայի մասին այլևս չենք խոսում, որովհետև այս երկիրը փաստացի իշխանափոխության հետևանքով այլևս Իրանի դաշնակիցների թվում չէ։ Այսինքն անգամ տարածաշրջանային գործունեության առումով Իրանի ուժերը սահմանափակեն ու այդ գործընթացը դեռ շարունակվում է։ Իրանի կարմիր գծերը որոնք են, որ դեպքում է, որ Իրանը կարող է արդեն ավելի արմատական քայլերի գնալ, չգիտեմ, տարածաշրջանի տնտեսական հանգույցներ, ենթակառուցվածքներ ռմբակոծել եւ այլն, Իրանից կարծես թե այդպիսի հայտարարություններ հնչում են։ Ես կարծում եմ, որ Իրանը արդեն իսկ գնում է արմատական գործողությունների, այսինքն այս պատերազմը Իրանը անցալում է որպես գոյաբանական սպառնալիք ու գոյաբանական հարց եւ գնում է վաբանկ, գործի է դնում իր բոլոր լծակները, որը տվյալ դեպքում եւ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը թիրախավորելն է, Իսրայելին հարվածներ հասցնելը չհաշված, եւ նաեւ արաբական երկրներում փաստացի մենք տեսնում ենք, որ Իրանը թիրախավորում է նաեւ օրինակ էներգետիկ ենթակառուցվածք Վերջին դեպքերից մեկը Սաուդյան Արաբիայի ամենախոշոր նավթավերամշակման գործարանի թիրախավորումն էր։ Եղել է նաև արաբական մեկ այլ երկրում ինչ-որ գազի հետ կապված ենթակառուցվածքի թիրախավորում, անգամ նաև դեսպանատներ են կարծես թե թիրախավորվում։ Այսինքն Իրանը այս պայմաններում այլևս կարծես թե սահմաններ չի դնում ու օրինակ չի սահմանափակվում միայն ռազմական օբյեկտներով ու փորձում է հնարավորինս տարբեր ոլորտներում վնաս հասցնել, ճգնաժամ ստեղծել արաբական այդ երկրներում, դրանով իսկ բարձրացնելով Իրանի դեմ պատերազմի գինը ու նաև այդ երկրներին ստիպելով քայլեր ձեռնարկել այս պատերազմը դադարեցնելու համար։ Այլևս այդ կարմիր գծերը չկան եւ կարող է ցանկացած, ասեմ, չգիտեմ, էներգետիկ, նավթային, նավահանգստային ամեն ինչին Իրանը հարվածել։ Այո, ըստ էության այժմ մենք դրան ենք ականատես լինում, այդ գործողությունների թվում է նաև Հորմուզի նեղուցի սահմանափակումը, այնտեղ նաև նավերի վրա հարձակման դեպքեր են եղել, այսինքն բոլոր հնարավոր գործողությունները ձեռնարկում է եւ այլևս Թուրքիայի նախագահն էր նման բնորոշում տվել, չէի ցանկանա Թուրքիայի նախագահին ցիտել, բայց լավ բնորոշում էր տվել, ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով է Իրանը շարժում, այսինքն Իրանը գնում է վաբանկ ու ձեռնարկում է հնարավոր բոլոր գործողությունները։ Այսինքն Իրանը կարող է թուլանալ, անգամ կարող է պարտվել, բայց այդ ճանապարհին բոլորին վնաս կհասցնի ինչքան որ կարող է։ Հնարավորինս փորձում է ճգնաժամ ստեղծել, ես կարծում եմ, որպեսզի դրանով ստիպի, որ այդ գործոնները հաշվի առնելով պատերազմը դադարեցնել, այսինքն մեծացնել այս պատերազմի տարածաշրջանային ու միջազգային գինը, քանի որ սա ազդում է եւ ոչ միայն տարածաշրջանի արաբական երկրների վրա, այլ նաեւ այն երկրների վրա, որոնք այդ արաբական երկրների հետ ունեն հարաբերություններ, առնվազն առևտրատնտեսական հարաբերություններ, օրինակ արաբական էմիրությունների դեպքում սա շատ ավելի ակնառու է, բայց մյուս երկրները եւս ու առհասարակ միջազգային այլ դերակատարներ, որոնց այսօր առնչվում է Հորմուզի նեղուցում նավթային տանկերների օրինակ շարժի խոչընդոտումը։ Ինչ իրավիճակը հիմա Հորմուզի նեղուցում բաց է, փակ է, սահմանափակված է։ Տեսեք, հաղորդագրություններ կան եւ նրա մասին, այո, որ նեղուցը փակ է եւ նրա մասին, որ ինչ որ նավեր հնարավոր է անցնել, այսինքն ամենայն հավանականությամբ լիարժեք փակ չէ, բայց միանշանակ խոչընդոտներ ստեղծում է եւ միանշանակ նաեւ շատ նավեր պարզապես ռիսկի չգնալով այսպես սպասողական ինչ որ վիճակում են, որոշ ընկերություններ նախընտրում են ռիսկի չգնալու ուղղակի ճանապարհը, փոխել ընտրել ավելի երկար ճանապարհներ, այսինքն ամեն դեպքում, եթե անգամ լիարժեք էլ փակ չէ, ճգնաժամային է շատ իրավիճակը ու դա արդեն իսկ ազդել է նավթի գների վրա։ Հիմա տեսնենք հենց Իրանի ներսում ինչ է կատարվում, հոգևոր գերագույն առաջնորդի մահը ինստիտուցիոնալ ճգնաժամ էր Իրանի համար, թե Իրանը այդուամենայնիվ
պատրաստ էր նման իրավիճակի։ Եվ, այսինքն սա ամեն դեպքում ճգնաժամ է, որովհետև Ալի Խամենեին 30-ից ավել տարիներ, այսինքն կարելի ասել շուրջ 40 տարի իշխում էր այդ երկրում եւ շատ հարցեր նրա անձի շուրջ էր կառուցված, այո, ու այս պայմաններում բնականաբար ճգնաժամային է լինելու ու խնդրահարույց է լինելու նոր առաջնորդի համար շարունակել այդ ուղին եւ կարողանալ բոլոր ինստիտուտների համար այդ հեղինակությունը վայելել ու այդ կարգավորողի դերը կատարել այդ նրանց փոխհարաբերությունները, բայց մյուս կողմից Իրանում նաեւ դիտարկում էին այս սցենարը ու առնվազն հունիսյան պատերազմից հետո միանշանակ դիտարկել են այս սցենարը, քանի որ հունիսին Իրանը եւս ռազմաքաղաքական ղեկավարության զգալի կորուստներ կրեց, որը նրանց ստիպեց արդեն պատրաստ լինել նման սցենարների, նամանավանդ այն ֆոնին, երբ որ կար սպառնալիքներ հենց գերագույն առաջնորդի հասցեին եւս, ու արդեն վերջին շրջանի լուրերը եւս դա էին փաստում, որ Իրանում արդեն նախատեսել էին հնարավոր փոխարինողներ թե գերագույն առաջնորդի համար, թե ռազմաքաղաքական ղեկավարության համար ու խոսք է գնում մինչև 3-ից 4 հնարավոր փոխարինողի մասին, այսինքն եթե հաջորդ առաջնորդը կամ տվյալ ինչ որ ենթադրենք զինված ուժերի հրամանատարը սպանվում է, նրանից հետո նշանակվում է այս մյուսը, եթե նա էլ է սպանվում, այս մյուսը, այսինքն այդ պլանավորումը, այո, մինչև իսկ խոսք է գնում 4 փոխարինողի մասին, այսինքն այդ սցենարը գծել են ու նաև գծված է հնարավորինս ապակենտրոնացված գործելու սցենարը, կոնկրետ օրինակ զինված ուժերի դեպքում, որ ստորին օղակները ստացել են ինչ-որ հրահանգներ եւ անգամ վերին օղակների սպանության դեպքում իրենք գործում են ըստ պլանի, նախորդ տրված պլանի, ենթադրենք հարված ենք հասցնում այս օբյեկտներին առանց սպասելու, որ հրամանը լինի։ Սկսվել է պատերազմը, ուրեմն սկսում ենք նաև մենք մեր գործողությունները։ Այսինքն այս առումով արդեն իսկ իրենք պատրաստված էին, բայց ելի սա չի նշանակում, որ լիովին ամեն ինչ հարթ է ընթանում, խնդիրներ չունեն կամ չեն ունենալու առաջիկայում։ Բայց ելի վերադառնալով գերագույն առաջնորդի ընտրությանը, սա զգայուն հարց է, ինչ-որ փորձագետների խորհուրդ է աշխատում, ինչ սկզբունքով է աշխատում այդ խորհուրդը, ինչ-որ նիստեր են գումարում, ինչպես է տեղի ունենալու ընտրությունը։ Տեսեք, փորձագետների խորհրդի հիմնական դերակատարումը հենց գերագույն առաջնորդի ընտրությունը եւ նրա գործունեությանը հետևելը ըստ անհրաժեշտության պաշտոնանկ անելն է, եւ փորձագետների խորհրդում կա այսպես հանձնաժողով, որը հավանական տեխնացուների ցանկ է կազմում ու ըստ դրա ընտրությունը կատարվում է, բայց սա էստետիան գործի ֆորմալ կողմն է։ Նախքան բանը կհասնի այդ թղթի վրա ընտրություն կատարելուն, բնականաբար տեղի ունենում կուլիսային քննարկումներ, տարբեր կենտրոններ, շահագրգիռ կենտրոններ են իրենց տեխնացուներին առաջադրում եւ այսինքն այդ կուլիսային բանակցությունների ու փոխհմբռնման արդյունքում ընտրվում են հնարավոր տեխնացուները, որն էլ ըստ որին էլ ըստ էության հետո ընտրում է փորձագետների խորհուրդը։ Ու նման դեպքերում շատ կարևոր դեր կարող են ունենալ ուժային կառույցները, մասնավորապես ԻՀՊԿ-ն, որը Իրանում ոչ միայն պարզապես զինված ուժեր է հանդիսանում, այլ նաև տնտեսական ահռելի ներուժ ունի ու ներգրավվածություն ունի իրանական տնտեսությունում, հետևաբար նրա խոսքը եւս շատ վճռորոշ կարող է լինել։ Հիմա ձեզ պիտի որպես մասնագետ Իրանի հարցերով փորձագետ կամ իրանագետ հարցնեմ այդ ֆորմալությունից դուրս կարծում եք, որ քաղաքական առումով որոշումը կայացված է նոր գերագույն առաջնորդի ընտրության։ Մենք գիտենք, որ այսօր արդեն հրապարակվեց մի քանի անուն, 5-6 անուններ էին, նրանցից որ մեկն է, որ կարծում եք ընտրվելու է կամ արդեն ընտրվել է որպես գերագույն առաջնորդ։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ, վերջին հարցս այն էր, թե արդյոք ձեր կարծիքով արդեն քաղաքական որոշում կա Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Մենք գիտենք, որ տեխնացուների ցանկ հրապարակվեց, ըստ ձեզ ով է այդ տեխնացուներից, որ ընտրվելու է կամ արդեն ընտրվել է որպես առաջնորդ։ Իրականում դժվար է այդ հարցին հիմա հստակ պատասխանել, բայց դատելով այս պահին մամուլում առկա տեղեկություններից, մեծ է հավանականությունը, որ հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին, բայց սա իհարկե դեռևս չհաստատված տեղեկություն է եւ միայն շրջանառվել է արևմտյան ԶԼՄ-ներում, ուստի դեռ պետք է սպասենք հասկանանք իսկապես հաստատվում է թե ոչ, ու ինչն է հետաքրքիր, որ այդ ԶԼՄ-ները գրում էին, որ նրա ընտրության մեջ
է խաղացել ԻՀՊԿ-ն, այսինքն տվյալ դեպքում մենք կարող ենք ականատես լինել հենց այդ իրավիճակին, որ ուժային կառույցն է թելադրել, թե ով պետք է լինի Իրանի հաջորդ առաջնորդը, ինչը կարող է օրինակ Իրանում հետագա դիրքորոշումների կոշտացման ցուցիչ լինել։ Ես պիտի հարցնեի, այսինքն ընտրությունը կատարվելու է կոշտության, թե կառուցողականության տրամաբանության մեջ։ Այո, հարցը հիմա հենց դա է, որովհետև մյուս տեխնատուները, որոնց անունները շրջանառվել են, նրանց շրջանում կան մարդիկ, ովքեր կարող էին լինել հենց այդ չափավորական կերպարները, ու արդեն հենց ընտրությունից հետո մենք կարող ենք ասել, թե Իրանը որ ուղղությամբ է շարժվում ավելի կոշտության, թե հնարավոր մոդեռնիզացիայի կամ հնարավոր ինչ-որ բարեփոխումների ուղղությամբ։ Իրականում Իրանի չափավորական կամ բարեփոխական գործիչների համար շատ դժվար է հասնել այդ պաշտոնին, հենց հաշվի առնելով թե պահպանողականների եւ թե ուժային կառույցների հետ նրանց ունեցած հակասությունները, այսինքն այս կառույցները մեծ հավանականությամբ կփորձեն թույլ չտալ, որ հենց նրանք կտրվեն նման պաշտոնում, բայց եթե Իրանում տեղի ունենա ինչ-որ շրջադարձ եւ որոշեն, որ գնում են դեպի մեղմացում, ապա այդ դեպքում հավանական կլինի նման չափավորական գործչի ընտրությունը, բայց այս պահի դրությամբ դեռ ցուցիչներ չկան, որ Իրանը գնում է դեպի մեղմացում, ու ըստի ավելի հավանական է, որ օրինակ կնախընտրեն այսպես գաղափարական շարունակականությունը ու կընտրեն օրինակ հենց Մոջթաբա Խամենեին կամ այդ գծի հարող որևէ ներկայացուցիչ, չնայած նրան, որ Խամենեի ընտրությունը եւս էլի ինչ-որ խնդրահարույց կարող է լինել ժառանգականության տեսանկյունից, հենց նույն Ալի Խամենեին, նրա հայրը նախկին առաջնորդը, օրինակ դեմ է եղել, որ Մոջթաբա Խամենեին լինի հաջորդ առաջնորդը, քանի որ իսլամական հեղափոխությունը եւ նրա արժեքները դեմ էր այդ ժառանգականությամբ իշխանություն ժառանգելու սկզբունքին, ու այս առումով եւս դա խնդրահարույց էր, բայց իրավիճակի հրամայականը կարող է այնպեսին լինել, որ նրանք ուշադրություն չդարձնեն այդ հակասություններին ու հենց Մոջթաբա Խամենեին ընտրել։ Դեռ պետք է սպասենք հասկանանք իսկապես ինչ ընտրություն են կատարում, ինչը որոշակի պարզություն կմտցնի իրավիճակի մեջ։ Իսկ արտահամակարգային դեմքերի անձանց քաղաքական գործոն կամ առաջխաղացում ունենալու տարբերակը արդեն դուրս է գալիս օրակարգից։ Գիտեք ինչ նկատի ունեմ ու ինչ եմ խոսում։ Կոնկրետ Իրանի ներսում, այո, դա օրակարգում հաստատ չի եղել, այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ հնարավոր նոր առաջնորդ լինել կամ ընդդիմադիր են եղել Իրանի իշխանություններին, իրենք հիմնականում բանտարկված են եւ նաեւ իրանական հասարակության կողմից էլ արդեն միանշանակ չի նրանց հանդեպ մոտեցումը։ Այլ արտաքին խաղացողներից մեկը Ռեզա Փահլավին է, շահի որդին, բայց նրա դեպքում եւս արտաքին հստակ աջակցության անհրաժեշտություն կա։ Ինքը Փահլավին շատ ակտիվ է, փորձում է անընդհատ դիրքավորվել որպես Իրանի նոր առաջնորդ, անցումային առաջնորդ եւ այլն, բայց կարծես թե նահանգներից նման աջակցություն առայժմ չկա։ Համենայն դեպս Թրամփը հայտարարել էր, որ նա լավ մարդ է, այո, բայց ես կնախընտրեի, որ ներսից ինչ-որ մեկը լիներ, չափավորական մեկը լիներ։ Այսինքն այս առումով սա բավականին հետաքրքիր պնդում էր Թրամփի կողմից, որ նախապատվություն են տալիս ներսի գործչին։ Այլ հարց է, թե ներսում դա կանեն, թե ոչ։ Հիմա կանք միջազգային արձագանքներին, այսպես ասում են միջազգային արձագանքներ, դրանք շատ են, բոլորին իհարկե չենք կարող անդրադառնալ, թերևս խոսենք Ռուսաստանի դիրքորոշման, Ռուսաստանի արձագանքների եւ մասնավորապես ամենաթարմը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին։ Նա քննադատում է Միացյալ Նահանգների կողմից հարձակում է Իրանի նկատմամբ, սա կարծում եք պաշտպանություն է Իրանի Իսլամական Հանրապետությանը, թե առաջ է քաշում այդ հարվածների լեգիտիմության հարցը։ Իհարկե ես Ռուսաստանի հարցերով մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ տվյալ դեպքում դերակատարում ունի այն, որ առհասարակ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ Արևմուտքը հակասությունները ու հակամարտությունը եւ ռուսական կողմի նման հայտարարություններ նաեւ այդ հակասության տրամաբանության մեջ են տեղավորվում։ Մյուս կողմից, այո, ռուսական կողմը Իրանի հետ ունի լավ հարաբերություններ, բայց Ռուսաստանը նաեւ այնպես չէ, որ միշտ հանդես է եկել որպես հենց Իրանի պաշտպան ըստ անհրաժեշտության, իրենք եղել են բավականին բալանսավորված,
ու նաև այլ դերակատարների հետ են շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը կամ նաև շատ հաճախ հռետորաբանության մակարդակում էլ եղել բալանսավորված, հետևաբար ինչ որ հստակ աջակցության մասին կդժվարանամ խոսել, չնայած որ հռետորաբանության մակարդակում եթե համեմատում ենք միջազգային այլ դերակատարների հայտարարությունների հետ, բնականաբար ավելի Իրանի դիրքերից հանդես եկող հայտարարություններ են։ Հիմա այս ձեր ասացի համատեքստում, եթե շարունակենք եւ ավելի առարկայացնենք, Ռուսաստանը Իրանի կողքին է, Ռուսաստանը ավելի շատ եւ ավելի շուտ իր սեփական շահերի կողքին է։ Կարծում եմ յուրաքանչյուր երկիր առաջին հերթին իր սեփական շահերի կողքին է եւ այդ առումով Ռուսաստանի Դաշնությունը եւս բացառություն չէ։ Դեռ նախքան պատերազմը ռուսական կողմը Իրանի հիմնական գործընկերներից էր, օրինակ ռազմական համագործակցության համատեքստում եւ Իրանը մանավանդ հունիսյան պատերազմից հետո ակտիվ ռազմական գնումների պայմանագրեր կնքում ռուսական կողմի հետ եւ եթե սա կարող ենք մեկնաբանել որպես Իրանի կողքին լինել, ապա սա այո, Իրանի կողքին լինել է։ Կուզենար Ռուսաստանը միջնորդ դառնալ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Առայժմ ես չեմ հանդիպել նման հայտարարությունների, գուցե եղել են ես բաց եմ թողել, բայց չեմ հանդիպել, բայց նախորդ սրացման ժամանակ կարծես թե նման փորձեր եղել են ու նաև հենց հունվարյան այդ սրացումների ժամանակ երբ էլի ակտուալ էր Իրանի դեմ գործողությունների թեման, այդպիսի միջնորդական փորձեր եղել էր Իրանի եւ Իսրայելի միջեւ, այսինքն կարծում եմ ամենայն դեպս ցանկություն կունենան։ Իսկ միջուկային մրցավազքի վտանգի մասին հայտարարությունը ինչ է նշանակում, սա էլի քաղաքական ազդակ է արևմուտքին Մոսկվայի կողմից։ Տեսեք, դեռ Իրանի միջուկային խնդիրը երկար ժամանակ է, ինչ ակտուալ է արդեն ավելի քան 20 տարի, եւ չնայած Իրան, Ռուսաստանի Դաշնություն, նաեւ Չինաստան սերտ հարաբերություններին, օրինակ սկզբնական շրջանում այս երկրները եւս դեմ են հանդես եկել, այսինքն հիմա էլ են դեմ հանդես գալիս նրան, որ ավելի շատ երկրներ ունենան միջուկային զենք, ու այդ առումով անգամ սկզբնական տարիներին, երբ որ այս միջուկային խնդիրը ակտուալ էր, նրանք միացել են նաեւ Իրանի դեմ պատժամիջոցների հետագայում իհարկե իրավիճակը փոխվել է ավելի շատ Իրանի օգտին եւ Իրանի դիրքերից են հանդես եկել, բայց ընդհանուր կարծում եմ տրամաբանությունն այն է, որ որևէ երկիր շահագրգռված չէ, որ ավելի շատ երկիր ունենա միջուկային զենք։ Լինի դա Ռուսաստանի Դաշնություն թե։ Կան հնարավոր սցենարներին դուք որպես մասնագետ ինչ հնարավոր եւ ինչ հավանական սցենարներ եք տեսնում։ Կառավարելի, վերահսկելի էսկալացիա, խորացող եւ անվերահսկելի դարձող էսկալացիա, պատերազմի աշխարհագրության ընդլայնում, թե արագ քաղաքական պայմանավորվածություն եւ հանգուցալուծում։ Ես էլի դժվարանամ հստակ գնահատականներ տալ եւ այսպես կանխատեսում անել, որ անպայման այս սցենարը կլինի, իրականում սցենարները շատ բազմազան կարող են լինել եւ անգամ յուրաքանչյուր սցենար կարող է ունենալ ենթասցենարներ ու տարբեր զարգացումներ տեղի ունենալ, այն ինչ մենք տեսնում ենք այս պայդրությամբ դա պատերազմի շարունակումն է եւ հավանական է, որ դա դեռ շաբաթներ էլ տևի։ Այստեղ շատ կարեւոր հարց է, թե ի վերջո որն է այն վերջնանպատակը, որը իրենց արժեվ դրել են Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, օրինակ նույն համակարգի հարցում։ Արդյոք կգնան մինչև վերջ եւ թույլ չեն տա այդ համակարգի վերարտադրությունը, օրինակ թիրախավորեն նաեւ նոր առաջնորդին կամ թույլ չտան նրա ընտրությունը, կամ արդյոք իրենք կբավարարվեն նրանով, որ Իրանին հասցնեն այսքան բազմաշերտ հարվածներ եւ համակարգին ուղղակի վերջում թողնեն մի շարք խնդիրների առջև, այսինքն խնդիրներ, որոնց պայմաններում այդ համակարգը աստիճանական քայքայման կգնա։ Այսինքն այստեղ սցենարները բազմազան են, կախված է նրանից, թե որ վերջնակետի վրա նրանք կորոշեն կանգ առնել ու հետագա ինչ գործողություններ կանեն։ Մենք այս իրավիճակում ինչ խնդիրներ ունենք, ինչ ռիսկեր ունենք, մեզանից ինչ ակնկալիքներ ունենք։ Այս իրավիճակը իհարկե մեզ վրա եւս ազդում է, ընդ որում տարբեր ուղղություններով է ազդում, սկսած հայ իրանական առևտրատնտեսական հարաբերություններից, վերջացրած անգամ հայ-արաբական կարծում եմ նույն առևտրատնտեսական հարաբերություններ, իհարկե անվտանգային ռիսկերով ու նաեւ փախստականների հնարավոր հոսքի հետ կապված մարտահրավերներով, տնտեսական ոլորտի հետ կապված, օրինակ ես հաճախ նշում եմ, որ հիմնական խնդիրները
ուղիներից մեկը, որ կարող է լինել, Իրանում կարող են իրավիճակից ելնելով ինչ-որ ապրանքներ որոշել այլևս չարտահանել եւ հնարավոր է մենք այդ ապրանքներից ներկրում ենք Իրանից։ Իրանը մեր առաջատար առևտրային գործընկերներից մեկն է ու բավականին շատ ներկրում ունենք Իրանից ու արդեն իսկ կարծես մեզ առնչվող խնդիր կա այստեղ։ Երեք Իրանի կառավարությունը որոշել է արգելել գյուղատնտեսական եւ ապրանքների ու սննդամթերքի արտահանումը, իսկ մենք ունենք նման ապրանքներ, որ ներկրում ենք Իրանից, հետեւաբար սա ազդելու է նաեւ մեզ վրա։ Կարծում եմ տնտեսագետները ավելի լավ կբացատրեն, բայց դա կարող են թող մինչեւ օրինակ այդ ապրանքների գների վրա Հայաստանում ազդել կամ խնդիր առաջանա այլընտրանքային շուկաներից դրանք ներկրելու ու առհասարակ այս տնտեսական ոլորտում մյուս խնդիրը կարող է լինել նաև երթուղիների հետ կապված, ինչը էլի շատ կարևոր է, որովհետև Իրանը մեր այլընտրանքային երթուղին է եւ պատերազմական գործողությունների շարունակումը կարող է վնասացնել կամ խափանել այդ երթուղին, կամ եթե անգամ խափանված չէ, օրինակ ինչ-որ գործարարները, մատակարարները դա անվտանգ չհամարեն եւ ավելի այսպես ծախսատար երթուղիներից փորձեն օգտվել։ Այսինքն այս առումով եւս սա մեզ համար խնդրահարույց է եւ իհարկե անվտանգային առումով Իրանը որպես տարածաշրջանում բալանսավորող գործոն մեզ համար շատ կարևոր էր եւ Իրանի թուլացումը ու պատերազմի մեջ խրված լինելը կամ առնվազն քաոսի եւ այսպես անդադ տարբեր խժդժությունների մեջ խրված լինելը մեզ համար այդ վտանգն է պարունակում, որ Իրանի դիրքերը տարածաշրջանում կթուլանան եւ իր այդ բալանսավորող դերը Իրանը այլևս չի կարողանա կատարել։ Մեզ հիմա բարդ խնդիր է, դուք տնտեսականի մասին խոսեցիք, ես քաղաքականը բերեմ եւ մի կողմից ունենք ռազմական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մյուս կողմից ունենք բարեկամական հարևան երկիր Իրանի Իսլամական Հանրապետություն, այստեղ հավասարակշռությունը պահպանելը բարդ խնդիր է։ Ինչ-որ հարցերում իհարկե բարդ է, բայց կարծում եմ, որ տարիներ շարունակ հայկական կողմի համար սա եղել է հիմնական խնդիրը, պահել այդ բալանսը, լինի դա պատերազմական իրադրություն, թե խաղաղ պայմաններ։ Մենք պետք է կարողանանք այդպես էլ շարունակել ու բալանսը պահպանել։ Իրանը մեր հարևանն է, այսինքն դա փոխել հնարավոր չէ։ Իրանի հետ հարաբերությունները եւ դրանց զարգացումը այլընտրանք չունի ու մենք շատ ոլորտներով կապված ենք միմյանց հետ, հետեւաբար մեզ համար կարևոր է եւ Իրանի հետ հարաբերությունը եւ մյուս գործընկերների հետ հարաբերությունները եւ որ այդ հարաբերությունները մեկը մյուսի վրա չազդեն, չտուժեն, ընդհակառակը հնարավորության դեպքում Հայաստանը կարողանա ինչ-որ դրական դերակատարում ունենալ։ Մենք հարցելու ավարտենք, դուք ասացիք, եթե Իրանը թուլանում է, տարածաշրջանում հավասարակշռությունները փոխվում են, եթե Իրանը թուլանում է այս պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, որից կարող են օգտվել Թուրքիան եւ Ադրբեջանը, հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, որ մենք ռիսկեր տեսնենք Սյունիքի հետ կապված, մեր հաղորդողիների հետ կապված։ Իրականում ոչինչ բացառել հնարավոր չէ, բնականաբար Իրանի դիրքերի թուլացումից կարող են օգտվել այն երկրները, որոնք ավանդաբար Իրանի տարածաշրջանային հակառակորդներն են եղել, օրինակ նույն Թուրքիան, Ադրբեջանի դեպքում եւս Իրան-Ադրբեջան հարաբերությունները շատ խնդրահարույց են եղել եւ այո, Իրանի դիրքերի թուլացումը հնարավոր անկանխատեսելի սցենարներ կարող է առաջ բերել նաեւ հարավային Կովկասի համար, այլ հարց է, որ Իրանում քաոսի առաջացումը մյուս կողմից ձեռնտու չէ նաեւ Իրանի հարևան երկրներին, հետեւաբար նրանց համար թեև կարեւոր է թույլ Իրանը, բայց կարեւոր է նաեւ կառավարելի Իրանը, որը իրենց համար եւս անվտանգային մարտահրավերներ չի պարունակի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, իսկ Իրանի շուրջ զարգացումները դուրս են եկել տարածաշրջանի ծառմաններից, այսինքն մենք չունենք մի իրավիճակ, մի հակամարտություն, որի մի կողմում Միացյալ Նահանգները եւ Իսրայելն են, մյուս կողմում Իրանը։ Մենք գործ ունենք ավելի լայն աշխարհաքաղաքական բախման հնարավորության հետ։ Այս իրավիճակում Հայաստանի խնդիրը սառը հաշվարկներն են, Հայաստանի անվտանգությունը, կայունությունը պահպանելը եւ այդ բախման կիզակետում չհայտնվելը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի Իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։